քաղաքականությունը որևէ ձևով արդարացված չի։ Գնալ ծնկել, համբուրել, չգիտեմ, խոնարհվել, ամեն ինչի գնով զիջել, անունը դնելով, որ զիջում ենք, որ այդ բաղձալի խաղաղությունը ստանանք, դա այդպես չի։ Շուտով 5 տարի կլինի, որ չեմ աշխատում արտաքին գործերի նախարարությունում, իմ դիմումի համաձայն հեռացել եմ, նպատակս մեկն է եղել, բացարձակապես որևէ համագործակցության եզր այս իշխանությունների հետ բացառելն է, հասկանալով, թե ինչ է կատարվում եւ ինչ աղետի կարող են բերել այն քայլերը, որոնք իրականացվում են իշխանության կողմից։ Այն ինչ որ անում է այսօրվա իշխանությունը, ամեն ինչը դնելով զոհասեղանին մեկ պայմանով, մեկ օր ավել մնամ իշխանության։ Պետությունը ինչպեսին կլինի, ազգիս վիճակը ինչպեսին կլինի, տարածքային ամբողջականությունը, հատվածաբար տալիս ենք, ես կտանք ամերիկացուն, ես մեկ կտանք ֆրանսիացուն, դե թուրքերն ու ադրբեջանցիները միշտ ողջունված են եւ կարող են գալ, ապրել մեր կողքին, ինտեգրվել, որտեղ ով ասաց, որ իրենք թշնամի են։ Բարև ձեզ, Իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Անշապ շնորհակալ ենք մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ, սիրով։ Պարոն Մելիքյան, թերևս սկսելով ներկայիս իրավիճակների հետ կապված, կխնդրեի, որպեսզի անդրադառնայինք մի հարցի, մասնավորապես ԱԳՆ-ի կառուցվածքում ունենք Եվրոպայի վարչություն։ Չեք կարծում, որ եվրոպական ինտեգրման վարչություն ստեղծելը հազուտ, այսպես ասած, կարող ենք նշել իմիտացիա է ընտրություններին ընդառաջ, այսպես նշենք, եւ իբրև թե գնում ենք Եվրամիություն։ Ինչպես կարող ենք բացել փակագծերն այս հարցի շուրջ։ Տեսեք, ցանկացած նոր ստորաբաժանման իհայտ գալը արտաքին գերատեսչությունում, գոնե անցյալում այդպես է եղել, հա, ինքը իրենից ենթադրում է որոշակի ուղղվածության, այսպես ասենք, հրամայական, հա։ Հիմա դու երբ որ ունես առանձին եվրոպական վարչություն իր բաժիններով, հա, առանձին Եվրամիության հետ աշխատանքի հետ բաժին տարածաշրջանային իմաստով, ասենք, այսպես արևելյան Եվրոպայի, արևմտյան Եվրոպայի բաժիններ, երբ որ դու առանձին դեպարտամենտ կամ վարչություն ես ստեղծում, դրանով առաջին հերթին փորձում ես ընդգծել քո արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ Սա անշուշտ որոշակի առումով նաև եվրոպական համայնքին հաճոյանալու նպատակի հետապնդում, այսպես քիմքին նստելու եւ բնականաբար, այո, ինչու ոչ, նաև գալիք արտահերթ կամ հերթական ընտրություններին այդ աջակցությունը եվրոպական կողմից ավելի լայն իմաստով, արևմուտքից ստանալու իմաստով։ Այո, միտում կա, այո, սա որոշակի քաղաքական ներքաղաքական եւ ինչու ոչ նաեւ արտաքին քաղաքական նպատակի հետապնդում, դրա համար կատարված է այս քայլը, ինչպես պիտի համալրվի այդ վարչությունը եւ ինչպես պետք է աշխատեն այնտեղ, ժամանակը ցույց կտա իմ ունեցած այսպես տեղեկություններով բավականին շատ թափուր հաստիկներ կան չլրացված նախկինում եղած բոլոր վարչություններում, հիմա ստեղծվում է նորը, որը բնականաբար պիտի ունենա նաև բաժիններ, ստորաբաժանումներ, հա, եւ այդ իմաստով ինչպես կլրացնեն մեկը մյուսին, նորից եմ կրկնում, ժամանակը ցույց կտա, բայց սա շատ ավելի այսպես սիմվոլիկ քայլ եմ համարում, որոշակիորեն պատճառներն էլ արդեն վերևը նշեցի։ Իսկ շատ նայեցեք, մենք արդյոք կարող ենք նշել, թե այս պահին ինչ է կատարվում վերջապես ԱԳՆ ներսում, հա, քանի որ վերջին շրջանում նաև ակնառու կերպով աշկցակեց ներսի աշխատակիցներից, հա, մեկի Աշխեն անունով աշխատակցի Ադրբեջանի օգտին ինչ որ այսպես ասած չկերտավոր աշխատելու այդ իրողությունը եւ այս ամենի հետ կապված ինչպես կարող ենք մեկնաբանություն տալ այս հարցին եւ միթե այսինքն երկրի արտաքին քաղաքականությունը գնում է թշնամու երկրի պաշտպանության օգտին փոխարենը իր երկրի շահերը պաշտպանի։ Ըստ իս այսօրվա ես վերջից սկսեմ, հա, երևի վերջին հարցից, այսօրվա վարվող արտաքին քաղաքականությունը ոչ մի բանի մասին է եւ ամեն ինչի մասին է
ինչը նշանակում է, որ դու ընդգծված դիրքորոշում չունես։ Իմ խորին համոզմամբ ազգային օրակարգ կոչվածը մեր պատկերացմամբ, հա, մասնագիտական հարույթի, եթե կուզեք ընդդիմադիր դաշտի, եթե կուզեք լայն զանգվածների, որևէ կերպ համատեղելի չէ այն մտածածին քաղաքականությանը, ինչ որ այսօրվա վարչակազմը փորձում է իրականացնել, հա, երբ որ դուք փորձեք կարդալ եւ հասկանալ որտեղ են այդ առաջնահերթությունները կամ որտեղ է այդ ազգային շահերի օրակարգ կոչվածը, հաստատ չեք գտնի, ընդհակառակը կխճճվեք ինչ որ բառակույտերի, ինչ որ անհոդաբաց նախադասությունների, ինչ որ նոր տեսակետների, Չորրորդ հանրապետության ինչ որ անհասկանալի մոտեցումների, երրորդը փակելու, այսինքն պատմությունը փակելու, ինչ որ նոր էջից ինչ որ բաներ սկսելու, այն ինչ որ նոր էջից է սկսվել, մենք արդեն ականատես ենք եղել եւ դրա մասին բազմաթիվ անգամ խոսել են շատ ավելի լայն հարթակներում, հա։ Սա շարունակական գործընթաց է ընդհանրապես ցանկացած նոր անկախ երկիր Հայաստանը, իդեմս Հայաստանի, այսինքն վերանկախացման տարիներից սկսած, եսի նկատի ունեմ հենց 90-ականների սկզբից սկսած, ինչ որ ընդհատումներ չպետք է լինեն։ Այսօրվա վարչակազմը որոշել է որդեգրի մի կեցված, որ ձեռքերը լվանա ընդհանրապես այն ամեն ինչից, ինչ որ կատարվել է մինչև 2000, եկեք ասենք 25 թվականը, որտեղ հիմա չէ սկսվել այդ նոր Չորրորդ հանրապետության ծնունդի բարբաջանքը, մոռացեք դրա մասին, սա նորից ու նորից հետապնդում է մեկ միտում, քարոզչական եւ այդ իմաստով չպետք է այդ խայծը կուլ տալ, հա, սա խապկանք է, հերթական անգամ, որը փաթաթվելու է ժողովրդի վզին եւ այդ խապկանքի կամ այդ փաթեթի անվանումն է խաղաղություն, ոչ թե իրական Հայաստան, որտեղ իրական Հայաստանն ու խաղաղություն իրանք բերել են մեկտեղել են միտեղ եւ փորձում են հենց այդ մատուցմամբ, քանի որ արդեն նախկին նարատիվները սկսել են չաշխատել, ի նկատի ունեմ այդ Թալանա նախկիններն են եկան ջարդեցին, փշրեցին, մենք հանգիստ նստած ենք, դեռ մենք չենք հասկանում պատերազմը ինչ, այդ նախկինները ամեն ինչ արեցին, որ այս պատերազմը լինի, մենք պարտվենք Արցախը դատարկվի, հիմա էլ Սյունիքի վրա Դամոկլյան սուրը կախվի, էլի նախկիններն են, ամեն ինչում նախկիններն են մեղավոր, սա արդեն սկսել է չաշխատել բավականին տևական ժամանակ, դրա համար անհրաժեշտ է երևի թե նոր նարատիվներ, նոր փաթեթավորումներ, նոր ստի ու կեղծիքի այսպես մի հատ մեծ գամմա, որի արդյունքում փորձելու են կորզել այն ձայները, որոնք արդեն տևական ժամանակ sense ընթացս հեռանում են իրենց ընտրազանգված կոչվածից կամ գոնե այդ ընտրազանգվածը ինչ որ ձևով ավելացնել։ Գալով արտաքին գերատեսչության ներքին հարցերին, ես բնականաբար արդեն շուտով 5 տարի կլինի, որ չեմ աշխատում արտաքին գործերի նախարարությունում, իմ դիմումի համաձայն հեռացել եմ, նպատակս մեկն է եղել, բացարձակապես որևէ համագործակցության եզր այս իշխանությունների հետ բացառելն է, հասկանալով թե ինչ է կատարվում եւ ինչ աղետի կարող են բերել այն քայլերը, որոնք իրականացվում են իշխանության կողմից։ Ինչ է կատարվում արտգործ նախարարությունում, հարցրեք 7-րդ հարգը օկուպացրած պաշտոնյաներին, ովքեր եկել են այսպես քափ ու քրտինքով տասնյակ տարիների ընթացքում քարը քարի վրա դրված շենքը պղծելու, վայելելու, պատրաստի վրա այսպես հանգիստ ապրելու, քայլ անգամ չանելու, մեկ քար ավելացնելու այդ շենքին, որը նորից եմ կրկնում տասնյակ տարիներով շատ դիվանագետների եւ ոչ միայն դիվանագետների, նաեւ քաղցառահողների, ադմինիստրատիվ տեխնիկական բլոկի աշխատողների ջանքերով կայացել է եւ ֆունդամենտալ առումով դարձել է, այսպես ասենք, այն շենքը, ինչ որ դուք այսօր տեսնում եք, որովհետեւ մի բան է գեղեցիկ ֆասադով շենք, բայց երբ որ այդ շենքը չունի բովանդակություն եւ այդ շենքը դատարկ է ընդհանրապես ինքը իրենով, մնացել են այն վայելքները, այն վոյաժները, այն ինչ որ մենք առավոտից երեկո տեսնում ենք, բայց դա ինչ դիվիդենդ է բերում Հայաստանին, ես օրինակ չեմ տեսնում դա։
Ես չեմ պատկանում եմ մարդկանց թվին, ովքեր ամեն ինչի մեջ փորձում են տեսնել եղկելին, ամեն ինչի մեջ փորձում են տեսնել վատը կամ միտումնավոր են անում, որպեսզի այդ վատը մատնացույց անեն, երբեք, բայց նորից, երբ որ սառը դատողությունն է արդեն գերիշխում եւ դու սկսում ես իսկապես վերլուծել այն ճանապարհը եւ այս ճանապարհը, ինչ որ անցնում են օրվա այս իշխանությունները, դրանք ուղղակի անհամատեղելի են եւ անհամեմատելի են եւ բացասական մասը բնականաբար կշերքի նժարի գալիս է այս կողմ այդ փուչ դիվանագիտություն եմ, հա, ես դրա անունը դրել կամ իմիտացիոն դիվանագիտություն եմ անունը դրել։ Դիվանագիտությունը միայն նորից եմ կրկնում հաճախակի տարբեր երկրներով այցելություններով չի։ Դա լուր, տքնաջան, երանդով լի 24/7 ազգի համար, քո ժողովրդի համար, քո երկրի համար ցավացող, մտածող, մտահոգվող լրջագույն աշխատանք է, հա, այդ տենց բան չի էլի, որ տենց գնացինք, խոսեցինք, փափուկ բարձերը դրեցինք, մեզ էլ հավատացին, ընկալեցին եւ այլն։ Երբ որ դու հնդածս դառնում ես շատ անկանխատեսելի գործընկեր, քեզ հետ կամ խզում են հարաբերությունները, կամ ուղղակի քո կարծիքը հաշվի չեն առնում կամ չեն գնահատում այնպես, ինչպեսին դու կարող էիր գնահատվել։ Կարող էիր արդյոք գնահատվել միանշանակ հնարավորություններ կային նույնիսկ այս պարտվողական վիճակում իրավիճակից ինչ որ ելքեր փնտրելու միանշանակ այո, այստեղ երկրորդ կարծիք բնականաբար չկա, բայց կա ավելի վտանգավոր խնդիր է, որքան շատ է ձգվում այս շղթան, այնքան այդ հնարավորությունների դռները եւ պատուհանները սկսում են կամաց փակվել։ Ամենասարսափելին իհարկե այդ անդառնալիության կետերին բերել հասցնելն է, որը պրակտիկորեն դժվար է լինելու կամ ուղղակի հնարավոր չի լինելու դուրս գալ այդ իրավիճակներից։ Եվ որքան շուտ կայանա այսպես կոչված իշխանափոխություն կոչվածը, այնքան ավելի լավ նույն Հայաստանի, նույն մեր ժողովրդի եւ մեր ապագայի, մեր երեխաների համար։ Ինչու, որովհետեւ այս քաղաքականությունը որևէ ձևով արդարացված չի։ Գնալ ծնկել, համբուրել, չգիտեմ, խոնարհվել, ամեն ինչի գնով զիջել, անունը դնելով, որ զիջում ենք, որ այդ բաղձալի խաղաղությունը ստանանք, դա այդպես չի, ոչ դուք զիջում եք, որտեղ դուք եք խաբված արդեն եւ ձեզ խաբել են, որ այդ զիջելու արդյունքում դուք մնալու եք իշխանության, դուք շարունակելու եք կառավարել եւ երկիրն էլ պիտի բարգավաճի։ Սա հեքիաթ է, հեքիաթ նորից էլի գեղեցիկ փաթեթավորումով արդեն Հայաստանի սահմաններից դուրս համապատասխան մայրաքաղաքներում նախապատրաստված շատ ավելի մեծ գլոբալ խաղի մի փոքր մասն է Հայաստանն էլ կամ Հայաստան չասենք, հա, այդ մի քիչ շատ կլինի։ Այդ վարչախումբն էլ իր ղեկավարով դառել է շատ պրիմիտիվ, հա, ոչ թե տենց բարդ, ինչ որ sophisticated վիճակներով, այսինքն ալգորիթմներով, շատ պարզ, տրիվիալ մի գործիք, որը առաջին հերթին հենց օգտագործվում է մեր ազգային շահի, մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի դեմ։ Այստեղ է խնդիրը։ Բնականաբար, եթե դու այդպիսի քաղաքականություն ես վարում, այսինքն դու որևէ կոնտրոլ կամ վերահսկողություն չունես նույնիսկ տարական քո աշխատակիցների նկատմամբ, բնականաբար կլինեն նաև նմանատիպ երևույթներ եւ որքանով գոնե ես եմ կարդացել, միայն այդ աղջիկը չի, կան նաև ինչ որ փոխկապակցված մարդիկ, դա ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի զարգացումը։ Ես ցավում եմ իհարկե սրա համար եւ չի կարող իմ սիրտը չցավալ դրա համար, որովհետեւ այդ շենքում անցել է իմ կյանքի, այսպես ասենք, լավագույն մասը։ Ես գիտեմ ինչ բան է նվիրված լինելը եւ ես գիտեմ ինչ բան է պատասխանատվությունը, հասկանում եք, եւ ինձ համար իսկապես ցավալի է, որ այդ շենքում հնարավոր են այդպիսի բաներ, բայց սա պիտի լինի, ինչ որ վաղ թե ուշ պիտի լինի, որովհետեւ դու երբ որ գերկենտրոնացած ես ուրիշ շահերի վրա,
բնականաբար կոնտրոլը, ուշադրությունը, աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքդ սառեցված է։ Եկեք չմոռանանք, որ այդ շենքում տասնյակ տարիներով աշխատել են մարդիկ, հիմա եկել են ինչ-որ նոր դեմքեր, այսպես մանկական հայացքներով, բացարձակապես փորձ չունեցող, նույնիսկ զրոյականի հասնող փորձի մասին է խոսքը, իսկ դիվանագիտությունը փորձ է սիրում, դիվանագիտությունը ճանապարհ է սիրում, դիվանագիտությունը հետագիծ է սիրում, հա, այլապես բազմաթիվ երկրներ, հա, տասնյակ երկրներ աշխարհում այդքան լուրջ մոտեցում չէին ցուցաբերի այդ դիվանագիտություն կոչվածին։ Դա շատ ռեսուրսա կիր, ռեսուրս վերցնող, շատ այսպես դողդոջուն ձևով մոտեցող, այդ կադրերին աճեցնող մեծ մի համակարգ է, հասկանում եք, այդ պրոֆեսիոնալիզմը ինչի մասին այդքան խոսում ենք, դա 1 օրում, 2 օրում, 10 տարում չի տրվում, դրանք տասնյակ տարիների մասին է խոսքը եւ անընդհատ ինքը մեխանիզմը դոգմաներից հեռու, հասկանում եք, ինքը անընդհատ շարժ ունի, անընդհատ զարգացում ունի եւ այդ քայլերը, որ դու գնում ես կամ այդ աստիճանով, որ բարձրանում ես այդ աստիճանակարգության, այդ ամեն ինչը շատ ծանր մի էտապ է, որը պիտի հաղթահարես, հետո հասնես երկրորդին, հասնես երրորդին եւ այդպես շարունակ մինչեւ ամենակո բաղձալի կետը, հա, չեմ դեսպան դառնալը կամ ղեկավար դառնալը։ Այս իմաստով ինքը իսկապես շատ լուրջ մի համակարգ է, որին կա շատ անլուրջ վերաբերմունք եւ այն ինչ որ տեսնում ես թե ովքեր են ղեկավարում այսօր եւ ինչպես են ղեկավարում, ինչպես են պահում, այդ կոմպլեքսներից նույնիսկ իրենք դուրս չեն եկել։ Բավարար է միայն նայել այդ լուսանկարները իբր տարբեր մայրաքաղաքներում, տարբեր ղեկավարների այդ հանդիպման ժամանակ եւ դեմքից եւ այդ ողջույնից եւ ձեռքսեղումից, երբ որ նայում ես, ոտից գլուխ լարվածության կոմպլեքսի մեջ են այդ մարդիկ։ Ինչու, որովհետեւ իրենք էլ հասկանում են, որ այս են գործը չէր, էլի դրան գալու համար դու պիտի նորից եմ կրկնում տարիների ճանապարհ անցնես, արտասահմաններում շատ աշխատես, օտարերկրյա պետություններում աշխատես, անընդհատ կոփվելու ու թրծվելու տեղ ունի, այդպես չի էլի, եկան ու դառան ու որ եկան ու դառան, բնականաբար այդպիսի մթնոլորտ կլինի։ Իդեպ ԱԳՆ-ի վարչությունում կառուցվածքում ներողություն կա նաև Եվրոպայի վարչություն։ Այս դեպքում հարցը նրանում է, որ չեք կարծում արդյոք եվրոպական, այսպես ասած, ինտեգրման վարչություն ստեղծելը զուտ կարելի ասել անգամ իմիտացիա է եւ ընտրություններին ընդառաջ իբրև թե գնում ենք Եվրամիություն։ Արդյոք կարելի է այս խոսույթը բերել առաջ։ Ես սկզբում ես դրա մասին ասեցի, այն վարչությունը, որ կա, այդ վարչության կազմում կա նաև Եվրամիության բաժին, հա։ Հիմա մեկը թող ինձ բացատրի այդ դեպարտament կամ վարչություն ստեղծելու իմաստը։ Այո, այդ իմիտացիան կա, միանշանակ կա։ Հիմա կներեք, հա, ես ուզում եմ հասկանալ, էլի, այսինքն կարիքը։ Ինչի միջև հիմա չի խանգարել, այդ ինչ մի ծավալով աշխատանք եք սկսել, հələ որ մի բան էլ պիտի վարչություն ստեղծեք, ուռճացնեք այդ ամեն ինչը։ Էլի ինչ որ մարդիկ բերեք լցնեք, որովհետև ասեցի, շատ թափուր հաստիկներ կան այսօր արտաքին գործերի նախարարությունում եւ չլրացված վարչություններ կան, բաժիններ կան, որոնք պակաս կարևոր չեն, եթե չասեմ ավելի կարևոր են, քան ասենք նույն եվրոինտեգրման հետ կապված ինչ-որ վարչություն ստեղծել է։ Հետևաբար սա բնականաբար առիթ է տալիս մտածելու, որ այո, սա իմիտացիոն բնույթ ունի, հերթական անգամ կորզելու եվրոպական աջակցությունը, եթե կուզեք փակագծերը ավելի բացեմ, մեծավ սիրով կրկնեմ եւ մեր ժողովուրդն էլ թող իմանա, որ եթե հերթը հասնի ծեծ ու ջարդով ընտրությունները անցկացնելու, ապա իմացեք, որ Եվրոպական միությունը կամ Արևմուտքը պիտի աչք փակի դրա վրա միանշանակ, որովհետև իրենց համար սա ձեռնտու իշխանություն է։ Ինչու է ձեռնտու իշխանություն, որովհետև այն հակառուսականության էլեմենտը, որ կա այսօր, էլեմենտը չէ, այդ առանցքը ռուսատյացության, որ կա
Եվրոպական միությունում, նաև դրա հիմնական, այսպես ասենք, ֆունդամենտը հենց ռուս-ուկրաինական բախումն է, բնականաբար ռուսական ազդեցության գոտիները թուլացնելու կամ իսպառ վերացնելու նպատակ է հետապնդում, բայց քանի որ նաև ասացի, որ այսօրվա վարչախումբը ինքը իրեն դարձրել է գործիք իշխանության մնալու պայմանով, ես ինձ պահեք իշխանության եւ ինչ կուզեք ես ձեզ համար կանեմ, սա հերթական ուրեմն այդ հակառուսականության ուղղված նաև խնդիր է հետապնդում, որքան էլ որ տենց կանգնեն, խոսեն, որ մենք Ռուսաստանի հետ դաշնակցային հավասարի հետ եւ այլն, այս բաները լապշաներն են, որ կախում են մարդկանց ականջներից եւ իրենց կարճ խելքով իրենց թվում է, որ այդ ամեն ինչը անցողիկ է եւ համապատասխան մայրաքաղաքներում դա ընդունում են որպես այսպես աքսիոմա։ Բնականաբար այդպես չի, որովհետև որևէ մի երկիր չկա, որ ցածկոտելով այս կամ այս բևեռից մյուս բևեռ, այն բևեռից մյուս բևեռ, մանավանդ այն պայմաններում, երբ որ նախկին աշխարհակարգը արդեն վերջնական իր այսպես հոգեվարքն է ապրում եւ նոր աշխարհակարգն էլ դեռ չասեմ ձևավորման այսպես շատ նախնական ու շատ սկզբնական փուլում է, բոլոր այսպես զարգացումները տանում են, որ վաղվա աշխարհը լինելու է բազմաբևեռ, հասկանում եք, բայց բազմաբևեռությունը չի նշանակում այս սրա գրքից նրա գիրկը թռնել։ Բազմաբևեռությունը առաջին հերթին նշանակում է դիրքորոշում։ Դու որպես Հայաստանի Հանրապետություն ինչպես ես դիրքորոշվելու։ Այսօրվա քո ողջ դիրքորոշումը բերված նեղայնացված է թուրքական, ադրբեջանական ազդեցության, վերահսկողության, սպառնալիքի, ինչպես կուզեք անունը դնեք, ուրիշ ոչինչ, դրանից որևէ բան այլ չի բխեցվում, որովհետև դրա համար դու պիտի ընդհանուր ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական պատկերը ճիշտ կարողանաս վերլուծես, դա էլ չեն կարողանում սրանք անել։ Դրա համար ստացվում է այնպես, ինչպես որ ստացվում է, հա, դու կարող ես Եվրոմիության հետ ինտեգրման վարչություն բացել, հետո մեկ էլ հայտնվել շոսի մեծ սեղանի շուրջ, հետո BRICS-ի նկատմամբ ունենաս անդամակցության հավակնություններ, չինական ուղղությունը փորձես քո կարծիքով զարգացնել, այսինքն այդպես չի լինում, էլի Ռուսաստանի, Չինաստանի, Միացյալ Նահանգների, վաղը չգիտեմ երևի թե Թուրքիայի եւ այլոց հետ, բոլորի հետ ինչ որ այդպես թղթեր ստորագրել, հա, այդ ռազմավարական բառը հիմա այդպես շատ է օգտագործում, ռազմավարական գործակցություն, համագործակցություն եւ այլն։ Եվ դա բերես թափահարես, որ տեսեք, այսպես էլ հնարավոր է անել։ Ոչ, չի հնարավոր այդպես անել, կամ հնարավոր չի այդպես անել պարզ պատճառով, որովհետև կան կանոններ աշխարհաքաղաքականության մեջ, քաղաքագիտության մեջ, դիվանագիտության մեջ, արտաքին հարաբերությունների մեջ, միջազգային իրավունքի մեջ, որոնց դու չես կարող հակոտնյա լինել։ Քո այս ամեն ինչը շատ հակոտնյա է այդ գաղափարներին։ Այդ պատճառով նորից եմ կրկնում, սա միայն մեկ միտում ունի մաքսիմալ երկարաձգելու իրենց իշխանությունը եւ այդ երկարաձգման ճանապարհին շատ ավելի վտանգավոր քայլեր անելու, հա, այսպես կոչված իմիտացիոն ժողովրդավարական գործընթացներից միջև խորը ավտորիտարիզմ եւ բռնապետություն։ Հակվածությունը սա է լինելու։ Եվ ընտրությունների հաջողության դեպքում, հա, ինչին ես ոչ թե կասկածում եմ, ես ընդհանրապես չեմ համարում, որ այս իշխանությունը առաջիկա ընտրություններին լինի դա արտահերթ կամ հերթական, հաջողելու է, ինչու չեմ կարծում եւ ինչու եմ վստահ, որովհետեւ իրենց ջղաձգումները բոլոր նմանատիպ հենց բխեցվում են դրանից։ Իրենք էլ են չէ ստանում այդ հարցումներ ասեմ, տրամադրություններ ասեմ, բավականին լուրջ օպերատիվ օղակներ կան, որոնք մտնում են ժողովրդի մեջ, բակեր, տաքսիներ, ավտոբուսներ, փողոցներ, սրճարաններ եւ այլն, եւ հետեւում են, չէ, այդ խոսակցություններին։ Ու ես կարծում եմ, որ իշխանությունները շատ ավելի խորքով են ստանում այն տրամադրությունները, ինչ որ կա լայն շերտերի մոտ, հետեւաբար այդ տխուր թվերը, որոնք իրենց սեղանին են դրվում համարյա ամեն օր, այդ տխուր թվերը լավ բան չեն խոստանում իրենց։
Հետևաբար այնց բացվել է այսպես ռեպրեսիվ մեքենայի բոլոր շարժիչները եւ բոլոր լծակները եւ ռեպրեսիաներով, այս կամ այն կուսակցությանը չգրանցելով, նորաստեղծ կուսակցությունների, որոնք լրջագույն վտանգ կարող են ստեղծել իրենց համար, չգրանցելով, չթողնելով, լռեցնելով, բանտարկելով, կալանավորելով եւ այլս համատարած բաները, որքան ընտրությունները մոտենան այնքան ավելի շատ կտեսնեք, լինելու են, բայց փորձն էլ ցույց է տալիս, որ լռեցնել հնարավոր չի։ Հասկանում եք, որ դա այդ մարդիկ մոռացության չեն տրվում։ Այդ մարդիկ իրենց խիզախության, իրենց այսպես խորը հայրենասիրության եւ բոլոր այդ վտանգները տեսնելով ոտքի են կանգնել եւ ընդվզել են, չընդունելով որվա իշխանությունների քաղաքականությունը, թե ներքին իմաստով եւ թե արտաքին։ Բռնես դու քո ժողովրդի մեծ մասին լռեցնես, դա ուղղակի անհնար է։ Երևի այդ միֆերով են շարժվում նաեւ, որ այո, կա այդ բանը, որ կուշ քեզ ասում եմ կուլա դու լսի, այս մեկին այսպես արեցի, բայց այս մեկը պայմանավորված է մի ամբողջ շերտի հետ։ Այո, այդ վախը բռնելը, այդ վախը տարածելը անշուշտ կա եւ միգուցե եւ որոշ այսպես օղակների կամ շրջանակների համար աշխատում է, բայց համատարած լայն իմաստով բնականաբար դու չես կարող դրան հասնել, որովհետեւ վաղ թե ուշ այդ պատասխանատվությունը պիտի կրես քո քայլերի։ Իսկ դա լինելու է, դա գալու է։ Հիմա միշտ ասում ենք վաղ թե ուշ, շատերն էլ ասում են բա երբ։ Và այդ բա երբ ասողը ինքը պիտի շատ լավ հասկանա, որ ինքն էլ այդ մի ամբողջության մի մասն է։ Եթե ինքը պիտի նստի ձեռքերը ծալած տանը եւ որևէ բանով չզբաղվի, սպասի դե երբ եք փոխելու, երբ է փոխվելու այս ամեն ինչը մենք էլ հանգիստ կարողանանք շփվել, ոչ մի բան էլ չի փոխվելու։ Այն գիտակցությունը, որ մարդիկ պետք է խորքում ունենան, որ փոխելը առաջին հերթին հենց իրենից է կախված, հենց այդ մարդուց է կախված, այդ գիտակցությունը, որտեվ շատերը ասում են դե ես ինչ անեմ, ես ոչ մի բան չեմ կարող անել, այդ պատկերից սկսած, մինչև դե ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, խորացած չեմ, դե լավ, դե թողեք, էլի ուրիշ ով պետք է գա։ Հետո սկսվում է այդ օվի կռիվը, հա, անձերի կռիվը։ Եվ ստեղ դառնում է արդեն այդ հայկական մեր ճանաչելի, մենք ինքներս մենակ գիտենք դա ինչ է, այդ հայկական միջավայրը, այդ անհասկանալի խժդժությունները իրար նկատմամբ, այդ անհասկանալի բախումները իրար նկատմամբ, այդ երկրորդ, երրորդ ներքևի օղակների հայտարարված կամ չհայտարարված պատերազմը ճակերտավոր իրար նկատմամբ, չէ, այդպես մենք տեղ չենք հասնելու։ Այս բարդ սխեմաների մասին է, այս բարդ համակարգերի մասին է խոսքը, որ եթե մենք չկարողանանք իսկապես ձերբազատվել, որովհետև այդ իշխանության օրակարգը, այդ կոնկրետ բերել են, ներմուծել են ձեր մեջ, որ դուք էլ սկսել եք այդ ամեն ինչ, այսինքն հիմնական այսպես բանին թողած, գիշատիչին թողած, դուք ընկել եք փոքրիկ ինչ-որ նապաստակների, աղվեսների ետևից չի լինում այդպես, գիշատիչը կա, տեսանելի է եւ ինքն էլ տենց գեղեցիկ ժայռի վրայից կանգնած հետևում է բոլոր այդ բախումներին, որոնց ցանկացած սրացումը եւս մեկ ավել դույլ ջուր է լցնում վարչակազմի, այսպես ասենք, ջրաղացին։ Դրա համար նաեւ այդքան խիզախություն ունեն, էլի ճակերտավոր խիզախություն, որտեղ վախկոտների հավաքածու է։ Վախկոտ մարդը միայն կարող է իրեն շրջապատել զորքերով եւ այդ զորքերի ներկայությամբ եւ արկայության պարագայում իրեն ամենալկտի ու ամենանենգ ձևով դրսեւորել, հա։ Այդ խիզախությունը ճակերտավոր տալիս է իրենց ասելու, որ դուք նվեր եք մեզ համար, ինչքան շատ լինեք, ինչքան շատ մնաք, այսինքն ինչքան շատ միս ուտեք, այնքան բնականաբար մենք ավելի ուժեղանալու ենք, բայց դա իրենց պատկերացումներն է, հասկանում եք, որովհետև երբ որ դու ունես անսահմանափակ լծակներ, մի հատ X պահի ոտքերդ սկսում են գետնից պոկվել։ Կամ մի հատ շատ կարևոր ասույթ, խոսույթ, որ դուք էլ, ես էլ շատերս լսել ենք, երբեք ու երբեք մի թերագնահատեք ձեր հակառակորդին,
ձեր մրցակցին, ձեր ախոյանին, հասկանում եք, այդ թերագնահատության սինդրոմն է սրանց մեջ մտել, որ մենք ամեն ինչ կարող ենք։ Անենց են գահավիժելու, անենց են մաքրվելու, սրբվելու գնալու այդ ժողովրդական ցունամիի արդյունքում, որ իրենք էլ նույնիսկ չեն պատկերացնում, հա։ Այս ոչ թե իրենց խղճալով եմ ասում, մի թերագնահատեք եւ այլն։ Այս ուղղակի այսպես օթուն թողնենք, հիշենք այս պահը, որ այո, երբեք թշնամուտ, ախոյանիդ, հակառակորդիդ, մրցակցիդ երբեք չթերագնահատես, նույնիսկ եթե պատիկներ անգամ ավելի զորավոր ես, նույնիսկ եթե պատիկներ անգամ շատ ավելի ուժեղ ես, քեզ պատկերացնում եւ այդ բանն է, էլի գիտեք որ նա հասունացել, այդ մեր դեմ խաղ չկա նա հասունացել, որը ինչով է վերջացել, մենք գիտենք, հա, ժամանակը դրա ապացույցն է եղել։ Այդ մեր դեմ խաղ չկայի սինդրոմով տառապողները սովորաբար կորցնում են ամեն ինչ։ Սա ուղղակի այսպես փոքրիկ հիշեցում, որ ականջներին օղանեն, նստացնեն իրենց ուղեղներին, որ այդ թերագնահատումը երբեք լավ բանի չի բերում։ Մի անգամից ինձ կարող եք հակադարձել ասել, հա, բայց որևէ զարգացում չկա, այս չկա, այն չկա։ Այդ զարգացումները տենց չեն, որ պիտի ամենօրյա ռեժիմով տեսանելի լինեն, հա։ Այդ ցասումը, այդ ցավը նաև կորստի, զավակի, վաղվա օրվա ոչ երբեք ունեցվածքի, հա, սա բերել տեղավորել այդ ունեցվածքի, ինչքի եւ այլնի մեջ, ոչ, սա ավելի խորն է։ Պարտված հասարակություն դա սարսափելի բան է։ Այդ խորը ապատիկ վիճակը, դեպրեսիաները նաև շատ ու շատերի մոտ, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կորցված է եւ դա դեռ չի նշանակում, որ այս ազգը, որին ես անսահման տիեզերական սիրում եմ եւ նվիրյալ եմ եւ ուղղակի հպարտ եմ, որ ես հայ եմ իր բոլոր խորհրդանիշներով, այն ինչ որ փորձում են մարդկանց ուղեղներից այսօր մաքրել, միևնույն է, այդ զարթոնքն ու այդ վերածնունդը ապրելու է, այդ մեջքը ուղղվելու է եւ սրանք զուտ խոսքեր չեն։ Սա պատմությունն է այդպեսին եղել, ասել որ Նիկոլներ չեն եղել մեր պատմությանը, ով ասեց որ չեն եղել։ Այո, եղել են եւ դրա համար է, էս այն հարցերի պատասխանն հսկայական շղթան որ կա, ոնց եղավ որ աշխարհի գերտերություններ փոքրիկ կետից վերածվեցին մեծի, մենք լինելով գերտերություն մեծից վերածվեցինք փոքրիկ կետի։ Այ էսա, սա է եղել հիմնական պատճառը, որովհետեւ միշտ մեր ժողովրդի մեջ գտնվել են sense փոքր խմբեր, որոնք ատել են այդ ժողովրդին, որոնք այդ ժողովրդի արժանապատվությունն ու պատիվը այդ բանի էլի թերագնահատվածության բանն է, էլի որ իրենց որը մեկը բանի տեղ չի գնել, իրենց կոմպլեքսի բարդույթների նաև խնդիր է ինչ որ, բայց այդ թերագնահատման խնդիրը կա, հա, այդ բանը մանիա նեպալնացեննեսցի է, մանյակալ բան ունեն, որ իրենք թերագնահատված է եղել, թերագնահատվում են սովորաբար միջակները, հասկանում եք գրագիտությամբ զիջողները, կրթությամբ զիջողները, թերագնահատվում են այն մարդիկ, ովքեր ազգայինին համընդհանուրին հակառակ կեցվածներ են փորձում ընդունել։ Թերագնահատվել չասեմ, թերագնահատման հետ նաև ասեմ մերժվում են կամ ուղակի անկյուն են դրվում, որովհետև չպետքական բան է, մոլախոտը ինչ է, մոլախոտը բույսը փչացնում է, որքան էլ իրեն փորձում ես արմատախիլ հանես, էլի ինչ որ ձևով քամին սերմը բերում դնում ահող, էլի անընդհատ պիտի աշխատես, հասկանում եք։ Երբ որ դու մոլախոտությունը թողում ես բարձի թողի, ինքը սկսում է անընդհատ աճել, խեղդել այն լավը, այն մաքուրը, այն համեղը, այն գեղեցիկը, որ իրեն շրջապատում է, որովհետև ինքը ուրիշ գործառույթ չունի իրենից։ Վատել հոտ է գալիս այդ տարբեր տեսակի մոլախոտներից, հասկանում եք, իրեն միշտ ձեռնոցով պիտի քաղես, որ հանկարծ ինքդ չկեղտոտվես, էլի, երբեք չմտնի այդ կեղտը նաև քո մեջ, այդ տոտալ մոլախոտությունն է, հասկանում եք, մոլախոտը այսօր իշխում է հսկայական
ծառերի, բույսերի, թփերի եւ այլն։ Իրեն ջուր չպետք է տալ։ Իրեն ուղակի պետք է արմատախիլ անել, որպես եւ հետեւել նորից ու նորից, որ երբեք այն մաքուրը, այն գեղեցիկը, այն լավը հանկարծ էլի մի հատ տենց փոքրիկ քամիով, ինչ որ հոսքով, ինչ որ ջրով չգա մի հատ մոլախոտի նույնիսկ սերմ անգամ անգնի։ Հենց անգամ մի անգամից պիտի մաքրես։ Այսինքն սա նշանակում է դու շատ հետևողական աշխատանք պիտի անես թույլ չտալու համար երբեք, որ նմանատիպ մոլախոտերը շրջապատեն ավելի պայծառ, ավելի մաքուր, ավելի ճիշտ։ Իսկ ներողություն, պարոն Մելիքյան, մի փոքր նաև անցնելով մեկ այլ թեմայի, հա, կխնդրեի, որպեսզի նշեք, արդյոք համամիտեք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն մտքի հետ, որը պետք է իդեպ մեջ բերեմ, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը հնարավոր է պաշտպանել Ռուսաստան, Բելարուս միութենական պետությանը մաս կազմելու միջոցով, ինչից ցայտնոտնի մեջ է հայտնվել իշխանությունը։ Ինչ կասեք վերջինիս այս տեսակետի շուրջ եւ ինչպես կարող ենք, եթե փակագծերը բացենք, մեկնաբանել սա։ Ես կներեք անհամեստությանս պատկանում եմ այն սերնդին, որը առաջին իսկ օրվանից Հայաստանի վերանկախացման մտել է համակարգ եւ սկսել է աշխատել։ Ես Հայաստանի անկախության ինքնիշխանության համար պայքարող ուսանողական տարիներից դեռևս առաջի շարքերում եղած մարդկանցից եմ։ Ես իմ կյանքը ապրել եմ այդպես։ Անկախությունը ինձ համար բարձրագույն արժեք է։ Անկախությունը պաշտպանելը ինձ համար բարձրագույն արժեք է։ Ոչ այն ձևով, ինչ ձևով էս իշխանություններն են անում, հասկանում եք։ Հիմա այդ միության մեջ մտնելը, նախ սկսենք դրանից, ինչ է դա նշանակում։ Ես չգիտեմ, այդ Բելարուս-Ռուսաստան միություն այդքան որ ասում են։ Դա ինչ է, առաջին հերթին բոլորին թվում է դա Սովետ միության նման կամ խորհրդային չի լինելու խորհրդային միություն այլևս, հասկանում եք, դրա մասին խոսելը զուտ ժամավաճառություն է, հա, հիմա այդ միություն, ես ինտեգրացիոն պրոցեսների կողմնակից մարդ եմ, այն ամեն ինչը, այն դիվիդենտները, ինչ որ Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ից, լավագույնս ցուցանիշ է, հա, որովհետև կամ դու պիտի լինես շատ լուրջ ռեսուրսակիր երկիր, էներգակիր երկիր, շատ հարուստ երկիր, ես կարող եմ ասենք բերել, ասենք ծոցի երկրների օրինակը, որտեղ ժողովրդավարությունը եւ տնտեսությունը բնականաբար իրար հետ չեն քայլում։ Կամ տենց շատ ուժեղ, ժոստկի, կոշտ բան պիտի լինես եւ իմանալով, որ քո պահուստային ֆոնդերը այնքան զորավոր են, այնքան ուժեղ են, որ կարող ես անել, նույնիսկ այս պարագայում ասել, որ ծոցի երկրները որևէ միության մեջ չկան կամ որևէ միավորների ինտեգրացիոն պրոցեսների մեջ չկան, դա նշանակում է ընդհանրապես գաղափար չունենալ համաշխարհային զարգացումներից, հա։ Նույն ԵԱՏՄ-ի հետ կապված ծոցի երկրները, ասենք, Արաբական Միացյալ Էմիրությունները ձգտում են խորը համագործակցության, BRICS-ը կլինի, ՇՕՍ-ը կլինի, մյուսները, այսինքն սրանք օրինակ ինտեգրացիոն պրոցեսներ են միավորների ստեղծման ճանապարհով։ Այդ Բելարուս-Ռուսաստան միությանը միանալը, այդ ուզում եմ ես նախ հասկանալ դա ինչ է, կամ այդ ինչ է նշանակում այդ միությունը, ջղաձգումները առաջացնում եւ այլն եւ այլն։ Գյումրիի քաղաքապետը ինքը քաղաքական դեմք է եւ քաղաքական գործիչ է։ Ինքը իրավունք ունի արտահայտի ցանկացած կարծիք։ Ես որպես Հայաստանի շարքային քաղաքացի, ես իրավունք ունեմ ունենալ իմ կարծիքը։ Ես Հայաստանի անկախության լրջագույն ջատագովն եմ եւ պայքարողն եմ մշտապես եղել։ Փաստերը խոսուն են շատ, իմ գործունեությունը եւ այլն, չեմ ուզում այդտեղ շատ խորանալ, բայց Հայաստանը մեկուսացված, մեկուսի երբեք չի կարող ապրել։ Ինքը պիտի կարողանա գտնել երգեր եւ ճանապարհներ ինտեգրացիոն լրջագույն պրոցեսներին մասնակիցը դառնալու։ Թե իր աշխարհակաղակական դիրքը նկատի առնել, թե ինչու ոչ նաեւ իր աշխարհագրական դիրքը նկատի առնելով այսօր աշխարհը նոր ուղիների, նոր հաղորդակցությունների փնտրտուքի մեջ է, ավելի անվտանգ, ավելի
արդյունավետ, ավելի տնտեսապես ընկալելի եւ այլն, Հայաստանը կարող է այդ բանալիներից մեկը լինի նկատի առնելով առաջին հայացքից վտանգավոր, բայց երբ որ խորքի մեջ նայես, բավականին լուրջ իր աշխարհագրական դիրքը, թե հարավ-հյուսիսի հետ կապված եւ թե արևելք-արևմուտքի հետ կապված։ Նամանավանդ, երբ որ նոր աշխարհակարգի կամ ձևավորվող աշխարհակարգի պայմաններով այդ process-ները անշեղելի գնալու են առաջ, հա, երբ որ դու խոսում ես բազմաբևեռը, չի նշանակում 192 բևեռ։ Այդ նշանակում է մի քանի բևեռ, որտեղ պիտի խմբված, համախմբված լինեն տարբեր պետություններ։ Նորից Հայաստանը օվկիանոսի մեջ մի փոքրիկ կղզի չի, Սեյշելներ չի, Մալդիվներ չի, կամ Նոր Զելանդիա չի, այտենց առանձին ինքնաբավ ապրել։ Նույնիսկ Նոր Զելանդիա եւ Ավստրալիա երբեք ինքնաբավ չեն ապրել, այլ խորը մասնակից են լրջագույն ինտեգրացիոն process-ների։ Հիմա կարծիքների բախումն է, մեկը պիտի փորձի այդ կարծիքը առաջ տանի։ Ես կողմ եմ շատ ուժեղ, անկախ, հաշվարկված ինտեգրացիոն process-ների մասնակիցը լինելու, բայց երբեք ու երբեք մեր ազգային ու պետական շահերի հաշվին են, ինչ որ անում է այսօրվա իշխանությունը։ Ամեն ինչը դնելով զոհասեղանին մեկ պայմանով, մեկ օր ավել մնամ իշխանության։ Պետությունը ինչպեսին կլինի, ազգիս վիճակը ինչպեսին կլինի, տարածքային ամբողջականությունը, հատվածաբար տալիս ենք, ես կտանք ամերիկացուն, ես մեկ կտանք ֆրանսիացուն, դե թուրքերն ու ադրբեջանցիները միշտ ողջունված են եւ կարող են գալ, ապրել մեր կողքին, ինտեգրվել, որովհետեւ ով ասաց, որ իրենք թշնամի են, շատ կոնստրուկտիվ, լավ բարեկամներ են, իրենց հետ լինում է հաշվի նստել եւ խոսել։ Միֆ, առասպել, հերթական անգամ, որը շատ հեռու է իրականությունից։ Ես այն մարդկանց չեմ պատկանում, որ իզոլացվել եւ չխոսել, հա, միշտ պետք է շարունակել այդ երկխոսությունը, կլինի ադրբեջանական ուղղության, թե առավել եւս թուրքական ուղղության հետ։ Բայց ծնկելը երբեք չի բերում երկխոսության, այդտեղ երկխոսություն չկա, երկխոսությունը երկուստեք պատասխանատվություն ստանձնելն է, երկուստեք հաշվարկներն է, ով ինչ դիվիդենդներ կվերցնի այդ սեղանի շուրջ կայացած բանակցություններից։ Խելամիտ, նորից եմ կրկնում, էմոցիաներից դուրս, հաշվարկված եւ ճիշտ ձևով համադրելի շահերի արդյունքում դու կարող ես ունենալ դրական էֆեկտներ։ Այո, եւս այո, անկախ են ողբերգական անցյալից, որ դու ունես, բնականաբար պիտի մշտապես փնտրես ուղիներ խոսելու, բանակցելու, որովհետեւ այդ բանակցությունների, ճիշտ բանակցությունների արդյունքում դու կարողանում ես պատերազմը ավելի հեռացնել։ Ասել, որ պատերազմը իսպար վերացած աշխարհում այդ նշանակում է լինել 3-4 տարեկան մանուկ եւ չհասկանալ, որովհետեւ դրանք ցիկլեր են, անընդհատ եւ շարունակական։ Ամբողջ մարդկության պատմության ընթացքում պատերազմ, խաղաղություն ցիկլերը մշտապես հաջորդել են իրար։ Խաղաղության մասը այդ տևական, հիմա որքան երկար այնքան լավ, որովհետեւ լավ է, չէ, երբ որ կա խաղաղություն, բարգավաճում, մարդիկ չեն սպանվում, չեն զոհվում եւ այլն, բայց միևնույն է, ինչ որ X պահից էլի գալու են դիրքավորումները այնպեսին լինեն, որ պատերազմները լինելու են անխուսափելի։ Ցավալիորեն սա է մեր մարդկության պատմությունը եղել եւ ժամանակաշրջանի ապրող գործիչներն էլ ամեն ինչ պիտի անեն, որ մաքսիմալ այդ խաղաղությունը հնարավոր լինի ավելի երկար պահել, գոնե այնպեսին, որ գոնե իր զավակները նույնպես եւ այդպես փոխանցելով սերնդեսերունդ դու պիտի կարողանաս այնքան ամրանալ, այնքան քեզանից վանել պատերազմը, հա, այնքան զորավոր լինել, որ քո կորուստները վաղը Աստված մի արածե նորից լինեն մինիմալ։ Այսինքն էլի շատ արդարացված մի բան։ Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմին։ Հասկանում ես, սրանք սա վերցրել են ուրիշ ձև են բարձաբանում եւ մեկնաբանում, հա։ Հա, ուրեմն դուք տենց ռազմատենչ, դուք աշխարհն է այդպիսին։ Հիմա վերցրեք նույն Ադրբեջանին, հա, իբր հաղթանակած կողմը, չէ՞։
տեսեք թե միջև ատամները շարունակաբար ոնց է ինքը զինվում, չէ՞։ Պատրաստվել պատերազմի, այդ չի նշանակում պատերազմը քեզ մոտեցնել, պատրաստվել պատերազմի նշանակում է այնքան ուժեղ լինել, որ որևէ մեկը փորձ անգամ չանի քո վրա հարձակվելու կամ քո դեմ պատերազմ սկսելու։ Սրա մասին է խոսքը, հասկանում եք, իսկ դու վերցել ես բանակ ես կրճատում, ինչ-որ փիլիսոփայություն ես փոխում, ազգային ես հանում, այդ զինվորը եթե ազգային չլինի, այդ national interest-ը, ազգային շահը, եթե խորը իր մեջ, իր գենետիկայի մեջ դրված չլինի, հեռացված լինի, ինքը մսաղացի ինչ-որ բան է դառնալու, պրոդուկտ է դա։ Դրա համար նորից եմ կրկնում, շատ ազգայինը պիտի լինի։ Ազգայինն էլ չի նշանակում խորը ատելություն, հա, ազգային նշանակում է ճանաչում ինքդ քեզ, ընդունում քո նաև սխալների, բայց եւ միևնույն ժամանակ քո ճշտի համար պայքարող, քո շահի համար պայքարող, քո շահի, ինչու ոչ նաև քո երազանքի յետևից գնացող։ Այս սա ուզում են իրենք մաքրել։ Ասում են եկեք սաղ էս ամեն ինչը թողենք էս 5000 տարին, բայց մենք եկել ենք, ես էլ չգիտեմ որի օրդ մեսիան եմ արդեն, բերում եմ այդ ամեն ինչը, եկեք տենց նորից սկսենք ապրել։ Այդ նորից սկսելու մթնոլորտն էլ ամենապիղծ, ամենավատ, ամենաեղկելի բաներն են, որ անընդհատ փորձում են ներմուծել մեր հասարակություն։ Սա է խնդիրը։ Եվ պարոն Մելիքյան, թերևս մեր ժամանակն արդեն մոտեցել է իր ավարտին, բայց կխնդրեի նաև վերջին հարցին անդրադառնայինք, թեկուզ եւ շատ կարճ։ Վերջին շրջանում նաև Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանում ինչ ուզում են թող ասեն, սրանից հետո ինչքան ասեն Զանգեզուրի միջանցք, իմացեք, սա Հայաստանի մասին չէ։ Ինչպես սա հասկանալ։ Ոչ մի ձև ես չեմ մեկնաբանում նմանատիպ բաները, որովհետեւ քանի կար այդ միջանցքային տրամաբանության դիմաց սվիններով կանգնած պայքարան, հիմա այս ձևով ուզում են մաքրել, լավ թե ականջների հանգիստ նստի էլի, այդ բացարձակապես մեզ չի վերաբերվում։ Դե եթե այդպես եք խափելու, իմացեք ժողովուրդ ձեզ խափում են ուղակի, այն պարզ պատճառով, որ լավ եկանք հասանք, տեսնում են որևէ ձևով չի ստացվում ախր ծխածածկույթից սկսած վերջացրած, չգիտեմ, վերմակներով, բաներով փակում են, հանկարծ չերևա գնում են, խնդրում են, դե մի ասա էլի այդ միջանցքը դու էլ դա ջղաձգումներ է առաջացնում հասարակ, դե սա ոչ մի բան չի կարողանում, ասում են լավ ժողովուրդ բանի տեղ մի դրեք, այդտենց բանի տեղ չդնելով մի օր առավոտյան կզարթնեք, կտեսնեք թե ինչ սպառնալիքների չասեմ, ինչ նոր աղետների առջև եք կանգնած, սրա մասին, այսինքն մոռացեք, եկեք չանդրադառնանք, որովհետև սա միակ հարցն է, որի պատասխանը ինքը չունի, չի կարողանում, հասկանում եք, կերակրի, դե ասում է Զանգեզուրի միջանցքը, այնքան վատ եմ զգում ես, որ ինքը մեկնաբանելիք չի էլի ընդհանրապես իմ համար, բայց հարց եք տվել ճարաճալ պիտի պատասխան, ասում է դա վերաբերվում է Զանգելան հորադիս հատվածին, դա Հայաստանի հետ ինչ կապ ունի։ Պատկերացնում եք, այսինքն աստիճան է էլի այդ ընկալման, ոչ թե ինքը շատ լավ գիտի ինքը ինչ ան, բայց հիմա դա ուզում է տարածականի մեջ ստանա, հիմա դուք կտեսնեք վաղը մյուս օր տարբեր ստուդիաներում այդ տարբեր վճարովի քաղաքագետ կոչվածները դեղնակտուցներից միջև իրենցից միջակությունից էլ ցածր մակարդակի վերլուծաբաններ, հորջորջողները ինչ արագ են սկսելու խոսալ այդ մոռացեք, դա Զանգեզուրի միջանցքը կապ չէ, Ալիևը ինքը իր համար ասում է, ինքը դրա համար տապակվում է, բայց որ այդ միջանցքը օգտագործվում է Վաշինգտոնում, այդ միջանցքի մասին խոսում են թուրքական establishment-ի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ոչ երկրորդական, հասկանում եք, եւ անընդհատ է այդ ամեն ինչը ասվում, դե պարզը պիտի շուր գա ասի լավ էլի մոռացեք, զզվացրիք, միջանց չկա, փագում ենք այս խոսակցությունը, որովհետեւ դա ընդհանրապես վերաբերում է Հորադի Զանգելանին։ Հորադի Զանգելանը երկարահունչ է, դրա համար ինքը տեն Զանգեզուրի միջանց կա, խնդրեմ, գագաթնակետ ինչ որ տրամաբանության, որը էլի եմ ասում, աղերս չունի իհարկե բացարձակապես այսօրվա իրականության հետ։ Դրա համար դու կարող ես մեկ ֆրասնել, մեկ խաբել, 10 խաբել, բայց դու անընդհատ խաբել չես կարող, հասկանում ես, որովհետև այս ժողովուրդն էլ քո համար բան չի, էլի, այտենց անասունի տեղ դրած, անընդհատ փորձում ես ինչ որ մարդկանց ուղեղները անհասկանալի տափակ ու դատարկ բաներով լցնել կամ
որ ավելի լավ է ստացվում ձեր մոտ շեղել մարդկանց ուշադրությունից, այն հիմնական առանցքայինից, այդ վտանգ, աղետ կոչվածից, ես բացարձակապես չեմ հավակնում այդ գույժը հաղորդելու եւ այլն, ընդհակառակը ես ինքս միշտ վանում եմ այդ նմանատիպ բաները ինձանից եւ շատ ավելի լավատեսորեն եմ փորձում ամեն ինչը դիտարկել եւ վերլուծել, բայց այնուամենայնիվ սա քո անզորության արդյունքն է, սա քո անզորությունը քողարկելու արդյունքն է, սա այդ զիջումների հիմնական կետերն են, որ դու բերեցիր եւ հասցրեցիր այսօրվան, հիմա ուզում ես տակից դուրս գաս, միևնույնն է մոտդ չի ստացվում։ Ինչքան էլ դերասանություն անես, ինչքան էլ քեզ պատեպատ խփես, միևնույնն է քեզ անընդհատ բերելու են այդ բանի մեջ դնեն, որ սա կա եւ սրա հիմնական գաղափարակիրը նաեւ դու ես եւ եթե ես իմանայի, որ այս ամեն ինչի արդյունքում շահեկան է դուրս գալու Հայաստանը եւ հայ ժողովուրդ, ես միգուցե եւ կլռեի։ Բայց այս ամեն ինչի յետևում, երբ որ թաքնված է աթոռը պահելու, իշխանությունը պահելու ամեն գնով գաղափարախոսությունը, այստեղ արդեն շատ լուրջ է խնդիրը։ Սրա մասին է հարցը։ Հասկանալի է։ Պարոն Մելիքյան, ձեզ անչափ շնորհակալ ենք մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում այսօր իմ զրուցակիցն էր դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։ Իսկ մեր հետևորդներին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ իրավունքի հավելվածը կարող եք ներբեռնել Google որոնողական համակարգից եւ լինել տեղեկացված։ Ցտեսություն։